Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ Պաշտպանության նախկին նախարար գեներալ Արշակ Կարապետյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեի բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը և գրել մեկնաբանություն։ Բարև ձեզ պարոն Կարապետյան, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, մեր զրույցը սկսենք հետևյալ հարցով, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ դուք համագործակցելու եք ԴՕԿ կուսակցության հետ, եւ եթե ճիշտ են դրանք, խնդրում եմ մանրամասնեք, թե ինչպես տեղի ունեցավ այդ համագործակցությունը։ Ամեն ինչ ճիշտ է, համագործակցությունը չեմ ասի, որ միանգամից ստեղծվեց, մենք երևի որ սուտ չասեմ, 3 ամիս իրար հետ քննարկում էինք, ասեմ, որ ԴՕԿ կուսակցությունը գաղափարապես մեզ բավականին մոտիկ կուսակցություն է, թե նկատել եք։ Եվ ԴՕԿ կուսակցությունը իրենցից ինչ-որ զինվորական եւ բան ունի, անդամներ ունի, հենց սկսած Վարդան Ղուկասյանից, որը զինվորական ա եղել, ժամանակին երբ որ ինքը ռազմական ոստիկանությունում ա եղել, ես ասենք, տենց գիտեի, ճիշտ է, տենց ծանոթ չէինք, բայց խորհրդակցությունների բանի ժամանակ, ասենք, հանդիպել ենք, ու ես գտնում եմ, որ ամենակարևորը ոչ թե մենք այստեղ պետք է հասկանանք, որ քաղաքականությունը դա անձնավորված երևույթ չի, քաղաքականությունը դա եւ քաղաքական տեսակետից միանալը դա գաղափար է։ Քննարկելով այդ ամենը եւ համոզվելով, որ մենք իրոք ոնց որ թե մի գծի վրա ենք, որոշեցինք այդ հարցում միասին գնանք ընտրությունների հարցում։ Բացի դրանից ճիշտն ասած, որ նայում ենք քաղաքական դաշտը, ես մի քանի անգամ ասել եմ, որպես դնենք այն կողմ, որ ես ասենք քաղաքականությունով եմ զբաղվում, դնենք այն կողմ, որ ասենք ես զինվորական եմ, դնենք ամեն ինչ մոռանանք, պաշտոններ եմ զբաղացրել եւ այլ, որպես հայ քաղաքացի, երբ որ ես նայում եմ, ասենք ամսի 7-ին, հունիսի 7-ին, ում պետք է ինչ գնամ քվեարկեմ եւ ում օգտին քվեարկեմ, ճիշտ ասած չեմ կարող ինձ համոզեմ այս կամ այն տեխնացուի շնորհիվ։ Իհարկե կառավարական ուժերը բացառվում են, բայց ընդդիմադիր դաշտից էլ, ճիշտ ասած, ես չգտա ինձ համար այնպես վստահելի մի կազմակերպություն, որի համար կեթայ քննարկե եւ դրա համար որոշեցինք, որ մենք մերը պետք է ունենանք եւ ինչ որ նոր, այսպես ուժի տեսքով ներկայանանք քաղաքական դաշտում եւ պետք է պարտադիր մասնակցենք մեր երկրի քաղաքական անցուդարձին։ Դա է պատճառը, դա է, այդպես է համագործակցությունը։ Իսկ վարչապետի տեխնացուն արդեն հայտնի է, ով է լինելու վարչապետի տեխնացուն։ Գիտեք, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք ասում են վարչապետը ես եմ, այն մեկն ասում է վարչապետը ես եմ, մեր այսպես թիմը պաշտոնների համար չի մտնում քաղաքականության մեջ, ես ինքս դա բազմիցս ասել եմ։ Պաշտոնը երկրորդական է, մեր խնդիրը ազգային խնդիր է, որը շատ կարևոր է եւ մեր ապագայի մասին է խոսում։ Ի վերջո, մենք որոշել ենք, որ մենք ընտրում ենք պարլամենտ, ճիշտ եմ ասում, ազգային ժողով։ Եթե մենք ընտրում ենք ազգային ժողով, ուրեմն մենք պետք է առաջնահերթ ընտրենք ազգային ժողովի նախագահ։ Որտեւ մեր երկրում ըստ գործող սահմանադրությանը, որի հետ ես համաձայն չեմ այդ սահմանադրության հետ, որտեւ ես գտնում եմ, որ մեր երկիրը պետք է լինի նախագահական երկիր։ Ну, կիսանախագահական, այսպես ասեմ։ Բայց քանի որ գնում ենք ընտրենք ուրեմն ազգային ժողով, ուրեմն մենք առաջադրելու ենք առաջնահերթ ազգային ժողովի նախագահ, որ ազգային ժողովը նշանակի իրական վարչապետ, որ կարողանա ազգային ժողովը ազդի վարչապետի վրա, որ կարողանա ազգային ժողովը ցանկացած պահի հեռացնի վարչապետին։ Իսկ մեր մոտ ինչ է ստացվում։ Իրավաբանորեն ազգային ժողովը այսօր երկրի գերագույն մարմինն է,
Բայց վարչապետն է ղեկավարում ազգային ժողովով։ Հասկանում եք։ Այ աբսուրդը որտեղ է։ Մենք չենք ուզում գնանք այդ ճանապարհով։ Ու կարևոր չի, երբ որ ազգային ժողովը իրոք դարավ գերագույն իշխանությունը մեր երկրում, ու ոչ թե իշխանությունը, այլ գերագույն մարմինը, որոշող մարմինը մեր երկրում։ Այդ դեպքում էական չի վարչապետը ով է։ Միայն այդ դեպքում այդ դեմոկրատիա հասկացողությունը, որը ի սկզբանե կոտրված է, որտեղ նորից եմ կրկնում, վարչապետն է ղեկավարում ազգային ժողովը։ Վարչապետն է նշանակում այսօր ով պետքա լինի, ասենք, ապագայում գերագույն խորհրդի նախագահ։ Կներեք, ազգային ժողովի նախագահ, սովետական ձևով ասեցի։ Վարչապետն է որոշում ազգային ժողովի ղեկավարությունը ով պետքա լինի, հանձնաժողովի ղեկավարները ով պետքա լինի։ Հասկանում եք, դա արդեն խոսում է նրա մասին, որ մեր երկրում չկա դեմոկրատիա։ Դրա համար մենք ընտրում ենք ազգային ժողով, մենք գնալու ենք դրան եւ հայտարարելու ենք ով է լինելու ազգային ժողովի նախագահ։ Մենք այդ կարծիքին ենք։ Ձեզ մեղադրանքի առաջադրված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով ըստ մեղադրանքի դուք իրավունք չունենալով հրաման տալու ձեր հեղինակությունն օգտագործելով հրաման եք տվել թողնել մարտական դիրքը։ Կմանրամասնեք ինչպես է եղել այդ դեպքը եւ ինչ դիրքորոշում ունեք դուք այս մեղադրանքի կապակցությամբ։ Ես մի բան ասեմ, առաջի անգամ եմ լսում այդ շարադրությամբ մեղադրանք։ Ես ճիշտ ասած չգիտեմ ինձ ինչի մեջ է մեղադրում։ Առաջինը ես չեմ եղել այդ պահին ոչ մի իրոք այսպես ուղակի ղեկավար ստորաբաժանումների։ Ես որ գնացել եմ, շփվել եմ միայն ու միայն, ասենք, այն մարդկանց հետ, որ եղել են բանակցությունների ժամանակ։ Հասկանում եք։ Ու ես կյանքում հրաման չեմ տվել ինչ որ մի դիրք հանձնել։ Բոլոր որոշումները, բոլոր բանակցությունները տողարտոր 10 րոպեն մեկ զեկուցվել է անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Նույնիսկ եղել է որ բանակցությունների ժամանակ ենկոմ եմ գնացել, զանգել եմ իրան, ասել եմ թուրքերը sense բան են առաջարկում։ 10 րոպեն մեկ զեկուցել են։ Ուղղակի այնտեղ ոնց ասեմ, տղամարդ չկա, որ ասի ես եմ որոշել, որտեղ ես չեմ որոշել տենց բան։ Քարտեզները հեռախոսով նկարում էին, դե ինքը հեռախոսով է շփվում, գիտեք, սոտովի։ Իր այդ ուրիշ ձև անհնար է շփվելը։ Կաբինետում գաղտնի կապը դրած ինքը ինձ սոտովիով էր զանգում։ Այդ երկրի այդ ղեկավարը այդպեսին է, WhatsApp-ով է, WhatsApp, Facebook այդ է սիրում։ Ես նկարում էի իրան, որ թուրքերը սենց են առաջարկում, ուղարկում էի իրան։ Միչև ինձ, ես 2-3 օրից եմ հայտնվել բանակցությունների դաշտում։ Միչև ինձ, այնտեղ եղել են 2 ԱԱԾ-ի աշխատող, այսօր առաջ օրը գնացի, այդ 2 հոգին նստած էին, 2 հատը թուրքեր նստած։ Ադրբեջանցի։ Մեկը գեներալ էր դրանցից։ Մերոնք էլ կարծեմ մեկը գնդապետ էր, մեկը փոխգնդապետ։ Եկավ ասեց պայմանավորվել ենք, պարոն գեներալ, ասում ինչ ես պայմանավորվել։ Ու քարտեզի վրա ցույց են տալի, որ պայմանավորվել են, որ թուրքերը մնում են մեր տարածքում 4 կետով։ 4 հենակետով։ Ես էլ ֆռացի թուրքերին ասեցի, հա, կներեք, գնացի ենկոմ զանգեցի Նիկոլին։ Ասի դու տեղյակ ես sense բանի մասին։ Հստակ պատասխան չստացեց, հասկացա, որ ինքը տեղյակ է։ Որտեղ չեմ կարծում, որ ԱԱԾ-ի փոխտնօրենը իր գլխու տենց բան կարար որոշեր։ Ինքը իրան գցեց, ինչպես միշտ են, կներեք գժի բաղջեքը։ Եկա հետ թուրքերին ասեցի 2 ժամ ժամանակ եմ տալի, հայկական տարածքում մնացել եք, հրետանոց կրակ եմ բացում։ Ընդամենը 200 հոգի մարդ էին մտել թուրքերից։ Ու ֆռում գնում եմ, այն ռուս միջնորդներ այդ 102-րդ բազայի հրամանատարի տեղակալն էր։ Հետևից ես վազելով եկա, պարոն գեներալ Պրաշու, ասի, я сказал,
Даю 2 часа, через 2 часа открываю огонь. Դրանից հետո թուրքերը սկսին հետ գնալ։ Հետո բանակցությունները շարունակվեց, որտեղ ինձ եկան ասին սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալն ա գալի, պարոն Կարապետյան, խնդրում ենք ժամը 6-ին կրակ չբացեք, ժամը 6-ին իր հետ հանդիպեք, նոր որոշեք։ Նիկոլի որոշմամբ համաձայնվեցի։ Եկավ նորից կրկնեցի, ասա 2 ժամից դուրս չեկաք, նորից տավելացնում եմ 6-ից մինչև ժամը 8-ը։ Ուրեմն իրանք ժամը 7-ից սկսել են դուրս գալ, ու մոտավոր եմ ասում, թուրքերը 7 կիլոմետր էին մտել, 4 կիլոմետր դուրս եկան դրանից հետո։ Հետո ինձ ասեցին, որ ձեր երկրի ղեկավարի հետ հաջորդ առավոտը համաձայնեցված է, ռուսական կողմը փոխանցեց։ Իրանք հələ որ դուրս չեն գալի։ Հիմա հետո իմանում եմ, որ իմ վրա են քրեական գործ հարուցել։ Առաջին ես ուզում եմ այս թեմայով մի հատ բացատրեմ։ Ինչի 24 թվին 3 տարի հետո մեկ էլ քրեական գործ են հարուցում։ Ուրեմն միջև ինձ ընդ կա գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարար Նիկոլ Փաշինյան, չգիտեմ, որը քարտեզներով ամեն անգամ զեկուցվում էր, քարտեզներով։ Ուրեմն միջև 24 թիվը իրանք արդեն տիսավ նստած էին այդ թեմայով։ Ու մեկ էլ ինձ, որ ես ընդամենը բանակցություն եմ վարել։ Բայց էլի էդ են կողմ դնենք։ Հիմա ինձ ասում են, ինչի չես գալի, մենք ես հարցաքննենք։ Ոնց գամ, ես ստեղ ստորագրություն եմ տվել ձեր պահանջով, ես չեմ կարա երկրից դուրս գամ։ Դուք եք պահանջել, հələ էլ դնենք են կողմ։ Ուրեմն միջև 23 թվականի միջև իմ վրա գործ հարուցել է, որ հիշում եք այդ մի հատ էլ կար Չարաշահում, բանից պարզում է ես լինելով պաշտպանության նախարար, պատկերացրեք, ունենալով 650 միլիոն բյուջե, ինձ ասում են, որ ինչ-որ մի հատ մայոր ուզեցել է ինձի լավություն անի, գնացը $4,000 պայմանագիր կնքե։ Այս որ գողանայի, չհասկացա, միլիարդ ընդ է թողած այդ $4,000 հույսին էի մնացել։ Բացի դրանից, ես միջև 23 թվականը որ հայտարարեցի, որ ես քաղաքականության մեջ եմ մտնում, հոկտեմբերի 4-ին։ Քրեական գործը հարուցվել է ուղիղ 2 ամիս հետո։ Ուրեմն, կապի մեջ եմ եղել Նիկոլ Փաշինյանի հետ, իր աշխատակազմի ղեկավարի հետ, այսօրվա պաշտպանության նախարարի հետ, շաբաթը 2-3 անգամ գրում էինք իրեն, գրում էի, ես իրան գրում էի, որ սխալ ես անում, ինքը ինչ-որ բաներ էր ինձ գրում, կա սա հեռախոսի մեջ։ Հետո առաջարկեցի ասի, լսի, բերելու ես վարի ես տալու, ինձի հետ բեր։ Տենց թեմաներով խոսակցություններ գնացել, բոլորի հետ, այսօրվա դատախազի հետ, բազմիցս գրառումների մեջ են եղել։ Ու մեկ էլ իմանում եմ, քրեական գործ են հարուցել, ինձ ռոզիսկ են տվել։ Այդ չհասկացա, ձեռները չորացել էր, եկալ էր զանգեր, ասել պարոն Կարապետյան, մենք քո հետ սենց հարց ունենք, խնդրում եմ վեկածարի։ Դուք ասել եք վեկածարի Կարապետյան հաշակը չի եկել։ Ոչ քննիչներ են ինձ զանգել, ոչ դատախազներ։ Մենակ սենց բամբասանքներից եմ իմանում, ինչ որ իմ շուրջ արդեն մի քանի հատ քրեական գործ կա։ Ինչ է, սաղ աշխարհը իմ հեռախոսը գիտի, դուք չգիտեք։ Քննիչ ես, եկալ զանգի։ Ասա սենց հարց ունեմ։ Ինչ է, երեկվա լակոտն եմ ձեր համար։ Եկալ զանգի այդ տղա։ Իմ շնորհիվ ես եկե դարել, հանգիստ ապրել, եկե դարել ես քննիչ։ Դատախազ ես, եկալ զանգի, ասա սենց հարց ունենք, պարոն Կարապետյան։ Ինչ է, ինձ ուզում էին ուրեմն ստեղով, թղթով բերել տային, տենց սկանդալներով, բան, ստորացնելու խնդիր էր։ Ես էլ այդ դեպքում ասեցի, դե ուրեմն կարակ, եկեք տարեք։ Ոչ թե էշեշ ելույթ ունեցեք, որտեղ դուք միջազգային չմոյեք։ Ձեզ ոչ մեկ բանի տեղ չի դնում, ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Բաքվում, ոչ էլ Անկարայում, ոչ էլ Տիգերանում, Թերանում։ Կարակ, եկեք տարեք։ Ու ես ձեզ ասեմ, այս ընթացքում այս ամեն ինչը, ինչ որ իրանք անում են, ընդամենը արել են նրա համար,
որ խաղան իմ անվան հետ, որտեվ ես ինչ որ խոսում եմ, հələ ես ասել եմ իմ գիտելիքների 1%-ը։ Հələ այնքան քիչ բան եմ ասել, որը տենց բաների մեջ են ընկել։ Հասկանում եք։ Ուզում եմ ասեմ, սա է իրողությունը։ Կարապետյան Արշակը երբևիցե ոչ մեկին նահանջի հրաման չի տվել։ Ինձ որ զեկուցում էին առաջ անգամ բրիգադի հրամանատարը սպեցնազի 16 թվականին այն Փալիշի ուղղությամբ որ թուրքերը մտան։ Իմ կաբինետում կանչեցի, կարակ հարցնեք։ Ասի Ռոմա, եթե մի հատ դիրք հետ ես տվել թուրքերին, կենթանի վկա է։ Ասի ես չգիտեմ դատարանը ինչ է, չեմ իմանում թուղթ գրելը ինչ է, չգիտեմ այդ քերական գործը ինչ է։ Նստած էին ժողովեր։ Ասի ես քեզ գեներալի խոսք եմ տալի։ Անձամ կաբինետում քեզ գնդագարեմ։ Նույնը եղել է։ Երբ որ եղել եմ պաշտպանության նախարար, ինձ գիշերը երկրորդ կորպուսի հրամանատարը Հարությունյան Արայիկը զանգում է, ես Մոսկվա եկա։ Գիշերվա ժամը երևի 12-ն էր, 1-ն էր։ Զանգում ասում է, պարոն նախարար, թուրքերը առաջ են եկել, ոչ այնտեղ դիրք են գրավել։ Ասի Արայիկ ուշադիր լսի։ Առավոտը ժամը 9-ին ես մտնում եմ բանակցությունների։ Եթե դու միջև 3 ժամ այդ դիրքերը չէ, ես ասի իշնում եմ, մնում է ես բանում, ստեղ հյուրանոց կա լոտը պլազայում, ընդեղ բասեին կար, ասի իշնում եմ բասեինում լողանամ, ես լողանալու եմ 2.5 կիլոմետր, 2.5 կիլոմետրը լողանալուց հետո, եթե դուրս եկա և ինձ չզեկուցեցին, որ դու այդ դիրքը հետ ես վերցրել, ես ունեմ նստում եմ սամալյոտ, կամ Հայաստան քեզ անձամբ կաբինետում գնդագարեմ։ Լսեցիր, ասա ճիշտ այդպես պարոն նախարար, 1.5 կիլոմետր էի լողացել, մեկ է օգնականը վազելով գալիս է, ինձ զեկուցում է, պարոն նախարար, դիրքերը հետ է վերցված։ Նույնը եղել է 5-րդ կորպուսի հրամանատարին եմ ասել, երբ որ Նախճիվանի ուղղությամբ թուրքերը փորձեցին մտնել, կհիշեք, մի ամիս այնտեղ կռվեր այդում, երաշխի ուղղությամբ։ Նույնը ասել եմ իրան։ Ու ես հաստատ կատարելու էի իմ խոսք տվածը։ Իրանք դա գիտեին։ Դրա համար այդ մեղադրանքները թող տանեն մտցնեն իրանց հետևը, կներեք։ Տեղ ունեցավ Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումը, ինչ գնահատական կտակ այդ հանդիպմանը, ինչ տպավորություններ ունեք։ Եկավ խայտառակվեց գնաց, ճիշտն ասած, ես արդեն մի անգամ ասել եմ հաղորդումներից մեկի ժամանակ։ Ինչ էլ լինի, Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդին։ Այսօր տարբեր երկրներում դուրներես գա, դուրներես չկա, ցավոք սրտի այդ վիճակն է։ Կներեք, այնքան վատ եմ զգում իրա պահվածքից, իրա այդ ներվայնությունից, նստել է, սենց բաներ անում, հայ աղբեր, երկրի ղեկավար ես դու, չնայած այն ինչ աղբեր, միջև հիմա չի ասել, ընդ ոնց իրան դիմենք, տիկին վարչապետ, թե պարոն վարչապետ, չեմ իմանում, գիտեք խի, այդ դպրոցի այդ օրենքները, որ աշակերտուի արգելել է դիմել, հիմա ես ուզում եմ ինքը մի հատ ասի, ինքը տիկին է, թե պարոն վարչապետ է, ճիշտ ասած չգիտեմ, բոլոր դեպքերում գցենք այդ ռուսերեն ասում է տրեցի ռոտ, երրորդ դեմքով ասենք, ճիշտ ասած ամոթ եմ զգում, որ գալիս է այստեղ ու կներեք մեր դեմքը այդ մարդն է, ազնվական մարդու պահվածք պետք է ունենա հայոց երկրի ղեկավարը, հայոց երկրի ղեկավարը լինելով այդ տարածաշրջանի ղեկավար, ամենափոքր երկրներից մեկի ղեկավարը, պետք է կարողանա դիվանագիտական հարվածներին սառնասրտորեն դիմանա։ Այդպիսին պետք է լինի մեր երկրի ղեկավարը, պետք է լինի խելացի,
ոչ թե հեքիաթներ, մանկական անտաղանդ հեքիաթներ գրող, պետք է հասկանա տարածաշրջանի խնդիրները, խնդիրները, կարողանա դիմադրի եւ կարողանա ներկայացնի մեր դիրքորոշումը։ Ոչ թե հրաժարվի մեր անցյալից, մեր հավատքից, մեր պատմությունից, չգիտեմ, շուտով արդեն իր այդ բաները որ խոսում են, չեն էլ նկատում որ թուրքերեն բառեր են օգտագործում իրանց խոսակցությունների մեջ։ Կամ ամեն օր իրանցից մեկը խոսում ասում է մեր պարլամենտում հայոյողներ չպետք է լինի։ Գնացեք մի հատ սկսեք ձեզանից այդ թքող հայոյող կներեք այդ անձերից էլ ազատվեք։ Հետո նոր խոսեք։ Կամ այդ չագուճը առաջ ման է իր գալի։ Էմի այդ չագուճ մի հատ թուրքի գլխին ջարդեիր էլ, ինչ ես առել ժողովրդի մեջ։ Ես ցավում եմ, ստեղ խայտարակ ընդունելություն ա եղել։ Մենք 300 տարի ռուսների հետ բաների մեջ ենք, ասենք, ունենք հարաբերություններ ռուսական ղեկավարության հետ։ Երբևիցե ռուս ղեկավարը այդպես վատ չի ընդունել հայոց ղեկավարին։ Նույնիսկ Եկատերինան ռուսական կայսրը, կայսրու են ասում, ոնց են ասում։ Երբ որ եկել է Հայաստանի գուբերնիայի ղեկավարը, ձեռը մեկնել է որ նա համբուրի եւ հելե կանգնեք գրկել է։ Երբևիցե հայոց ղեկավարին միայն ձերքով չեն սահմանափակվել բարևելուց։ Երբևիցե։ Սրանից եզրակացություն արեք։ Այն արդեն մեջը արանքը ինչ են խոսացել։ Կապ չունի։ Իշխանություններն ամեն օր հայտարարում են, որ մեր բանակը զինում են նորագույն տեխնիկայով, նույնիսկ լուրեր կան, որ մայիսի 28-ին պատրաստվում են զորահանդես անել։ Դուք վստահաբար պաշտպանության նախարարությունում դեռևս ձեր կապերը ունեք, իրավիճակին տիրապետում եք։ Խնդրեմ կիսվեք ձեր կարծիքով, թե մեր բանակը հիմա ինչ վիճակում է եւ եթե Աստված մի առասցի Ադրբեջանը հարձակում գործի մեր վրա, արդյոք մենք կարողանանք ետ մղել։ Ես ճիշտն ասած, գիտեք, եկեք այս հարցին ես չեմ ուզում վնաս հասցնեմ, որտեվ իմ մարդը, եթե տալիս է գնահատական մեր բանակին, հա, հակառակորդ կարա օգտագործի։ Իսկ ինչ վերաբերում է այդ զորահանդեսին, ինքը դուխ չունի զորահանդես անի։ Ինքն էլ է դա ասում։ Դուխ չունի։ Ինքը ուզում է նախընտրական շոու անի։ Բերի երկու հատ կներեք բանը առել ուզում է բերի ցույց տա, որ ժողովրդին ասի, տեսակ առա։ Գիտեք, Պալեստինայի ժողովուրդը բացի բանից ինքնաձիգից ոչ մի զենք չունի։ Լիբանանի ժողովուրդը բացի ինքնաձիգից ոչ մի զենք չունի։ Մեր հարևան Իրանը 10 անգամ զիջում է իր հակառակորդներին, եթե որպես գնահատենք զինվորական, ասենք, տեսակետից, ասենք, ռազմական պոտենցիալ գնահատենք։ Բայց հոգին ղեկավարների որոշում կայացնելու ունակությունը եւ խիզախությունը թույլ չի տալի հակառակորդին ջախջախել այդ երկրները։ Հասկանում եք։ Թող իրանք ինձ պատասխանեն եւ ձեզ հայոց քաղաքացիներին մեր սահմանակից երկրների հարձակման, որեցե մեկի հարձակման դեպքում այսօրվա ղեկավարությունը իր այդպես կոչված փակագծերով բարեփոխված բանակով որին կարա դիմադրի։ Դա է որպես հայոց քաղաքացի, հայ քաղաքացի, ինձ դա է հետաքրքրում։ Ինձ պետք չի ինձ իմանալ միջուկային զենք ունի, միջուկային զենք չունի։ Կարող է ունենաս այդ միջուկային զենքը որոշում չկայացնես, հասկանում եք դուք։ Գնացել է հոպի բաները համակարգեր, հեսա բերելու ամսի 28-ին ցույց տա։ Է որ Ադրբեջանի ղեկավարն ասում է
Հայաստանի գլխով ոնց ուզում թռնում ենք, էսյան թռնում ենք։ Այդ հոպի համակարգը առել ես, ինչ անես։ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ մեր բանակում կան փախչող եւ թալանչի գեներալներ։ Ինչ կարող եք ասել այս հայտարարության վերաբերյալ, դուք եք բանակի գեներալ։ Գիտեք, զարմանալի չի, որտեղ մարդ, որը որ մի օր ձեռը զենք չի բռնե իր երկիրը պաշտպանի, մի օր պարզ չի, որ չպետք է սիրի սպայական կազմին։ Ինքը ամբողջ սպայական կազմին չի սիրում։ Եվ վերջին հարցը Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսօր խաղաղություն է հաստատված Ադրբեջանի հետ եւ եթե ինքը չընտրվի, ապա պատերազմ կսկսվի։ Ինչպես եք վերաբերում այս հայտարարությանը։ Դե դա շատ նմանա անցյալ տարիներին անցյալ ղեկավարների ժամանակ հիշում եք։ Նույն բանն էր։ Եթե ես չլնեմ, Ղարաբաղի ուղղությամբ պատերազմ կսկսի։ Հիշեք այդ բաները։ Ու ժողովուրդը ասենք ինչ որ դա լսում էր։ Ես չլնեմ, սենց կլինի, ես չլնեմ, սենց կլինի։ Ուրեմն եթե ինքը մնաց, խաղաղություն չի լինելու, մոռացեք։ Մենք պետք է պատրաստվենք ադրբեջանցիների եւ թուրքերի կողմից նոր եղերնի։ Այդ Սումգայիթի մեր հայ ժողովուրդը, որ այնտեղ խելոք ապրում էին, ոչ զենք էին բռնում, 90%-ը բանակում չէին էլ ծառայել։ Այդ խի դրեցին այդ խեղճ մարդկանց կոտորեցին։ Անցած դարի սկզբերին այդ չհասկացա այդ կներեք Ստամբուլի հայերը ինչ էին արել կամ Անկարայի հայերը ինչ էին արել, որ դրեցին փողոցներում սպանեցին։ Նույնը պլանավորվում է մեր մասով։ Ու ես ձեզ ասեմ, մենք Զանգեզուրի հանձնով չենք պրծնելու։ Հաջորդը Գյումրին ենք հանձնելու։ Խնդիրը Հայաստանը 4 կողմից փակել, դուք էլ այդ մեջը էփեք։ Որտեվ թե տնտեսապես, թե ռազմական տեսակետից իրենք ավելի նպատակահարմար են գտնում, ու ես սա օդից չեմ ասում։ Թուրքիա, Ադրբեջան, ոչ թե Զանգեզուրով միանան, որտեղ այնտեղ պրոբլեմա կա Իրան, որը դժվար է դա թողի, արդեն սաղս հասկանում ենք։ Այդ որ գնում են երկում են տրիպի ճանապարհ եւ այլ, Իրանը ավելի ուժեղ է ոնց որ դուրս գալու այդ պատերազմից։ Ու չի թողելու Իրանում, Իրանը չի թողելու Զանգեզուրում ինչ որ մի ճանապարհ անցնի։ Առանց իր վերահսկողության տակ գտնվելու։ Եթե տեսավ մենք չենք կարող Զանգեզուրը պահենք, ուրեմն մտնելու են իրանք վերցնեն։ Իսկ վերևը Գյումրիի ուղղությամբ թուրքերն ու ադրբեջանցիներն են մտնելու։ Ու Նիկոլ այդ սա հանձնելու է։ Չի լինելու խաղաղություն։ Ու ինքը այդ վերակալը այդ լոզունգը իր համար սարքե։ Ինքը տանում է մեր ժողովրդին դժոխքի առաջ կանգնեցնի։ Ու ես սա որպես մասնագետ եմ ասում։ Ու տեղեկացված մարդ այդ ոլորտում։ Պարսիկների պահվածքը պարզ ալնելու։ Եթե այն ժամանակ ընդամենը խոսում էին, հիմա խփելու են։ Հիմա խփելու են։ Չեն թողալու ոչ ամերիկացի ոտ մտնի Հայաստան, ոչ Իրաք, ոչ Ադրբեջան, ոչ Աֆղանիստան։ Չեն թողալու։ Մտնելու են կոտորեն։ Ու նույնը լինելու է Գյումրի ուղղությամբ։ Կհիշեք անցած դարվա սկզբին թուրքական զորքը մտավ Գյումրի։ Էդի հո բան չի դա կներեք ստրատեգիական, ռազմավարական որոշում է եղել։ Եվ այդ որոշումը ոչ միտեղ չի կորել։ Ինչի՞ է ռուսական 102-րդ բազան Գյումրիում կանգնած։ Թողգար կանգներ, ասենք Երևանում, թողգար կանգներ Մեղրիում, բայց 102-րդ բազան ինչի են Գյումրիում տեղադրել։ Ես որպես ռազմական գործիչ չեմ ասում։ Թող գնան մտածեն։ Այ որ օրը 102-րդ բազան այնտեղից դուրս եկավ, սահմանապահ զորքերը դուրս եկան, ռուսական սահմանապահ։ Ունեմ իմացեք հաջորդ օրը
Թուրքիան մտնելու է այդ կողմով դուրս գա Ադրբեջան, որտեվ այնտեղ կա եւ ճանապարհներ, եւ երկաթգիծ, եւ տեղանքն է հարմար շփվելու համար։ Այդ կներեք մեղրի այդ սարերով, կոշտերով այդ ոնց ասեմ, որն է հարմար։ Դրա համար եթե ինքը մնաց, մեր հայ ազգը կորչելու է։ Ու քանի որ ինքը պատմություն է փոխում, ասում է պատմությունը մեր հետ չի, սխալ է գրած մեր պատմությունը։ Մենք նոր Հայաստան ենք առնում։ Եթե այսօր իրենց պատմության շնորհիվ ասորիներին դեռ հիշում ենք, եթե մենք մեր պատմությունը մոռանանք, մեզ չեն հիշելու նույնիսկ ասորիների նման։ Այդ դրան է տանում ինքը։ Շատ շնորհակալ եմ պարոն գեներալ այս զրույցի համար, հետևենք process-ներին, կարծում եմ դեռ առիթներ կլինեն զրույցը։ Ստեսություն ձեզ էլ եմ շնորհակալ։ Շատ լավ, պարոն Կարապետյան, հետևենք քաղաքական process-ներին, շնորհակալ եմ այս զրույցի համար։